զսպել։ Երեք վարչապետի եւ Լևոն Քոչարյանի սուր այդ բանավեճից հետո այսօր իրավապահները մտել են Լևոն Քոչարյանի բնակարան, զուգահեռ նաեւ Ռոբերտ Քոչարյանին առնչվող բնակարաններում հասցեներում են խուզարկություններ, ինչպես նաեւ ձերբակալվեցին նա եւ նրա որդին եւս 4 անձ, սա քաղաքական պատվեր էր։ Գիտեք, քաղաքական պատվեր կլիներ, եթե գործ կարվեր մարդկանց վրա։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ այդ տասնյակ դեպքերը, որը հրապարակված է հակակոռուպցիոն կոմիտեում, հեկտարներով հողամասեր, շենքեր Երևանի կենտրոնում, հա, այդ ամեն ինչը բացահայտվել է 13 ժամվա ընթացքում, ես իմ ելույթում էլ ասացի։ Վարչապետը երևի ժամը 17:30 էր, 18:00-ն միջև, այդ ընթացքում է խոսել, այդ հայտնի հարց ու պատասխան այդ ժամանակ ա եղել, դրանից ասում է 13 ժամ, առավոտյան այդ խոզարկությունն է լինում, մտածում եք այդ 13 ժամվա ընթացքում գործ է կարվել մարդկանց վրա, դա տևական ժամանակ աշխատանք էր, բայց արդարացիորեն կարող եք դուք եւ հասարակությունն ասի, իսկ ինչու, երբ որ վարչապետը խոսեց, նոր այդ գործը ոնց որ բան արեց, տեմպ ստացավ եւ մենք էլ այդ հարցը վարչապետն էլ ամբիոնից տալիս է, ինչի համար է դանդաղում այս process-ները եւ դատաիրավական համակարգից դժգոհությունների մասին եւ մենք ամենաշատն ենք խոսել։ Քաղաքական պատվերը իրենք են պնդում եւ բացի այդ փաստաբանն ասում է, որ դատարանը թույլատրել է խուզարկել միայն 3, ճիշտ է ժամը հայտնի չէ, բայց ասում է սա զուգադիպություն է, որ 3 է թույլատրել Փաշինյանի ելույթի ժամանակ։ Տեսեք, դուք հիմա հարց եք տալիս, որին ես արդարացիորեն չեմ կարող պատասխանել, որովհետև ես չեմ տիրապետում, երբ է դատարան, ուրեմն երբ են դիմել խուզարկության համար, երբ են ստացել, ես չեմ կարող ասել։ Խնդիր տեսնում եմ, թե չէ, այդ դրվագով ասացի, որ դրվագով եմ տեսնում, իսկ որ սա ուրեմն քաղաքական պատվեր է եւ քաղաքալատյալ է Ռոբերտ Քոչյանը, ինձ թվում է ձեր ծիծաղն էլ կգա սրանից։ Բայց վարչապետը նշեց, որ այդ հրահանգը իջեցրել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Այսինքն ստացվում է իրավապահներն են հապաղել այդ քաղաքական հրահանգը իջեցված է եղել։ Մի քիչ ճիշտ չի ձևակերպումը, որովհետև սա ժողովրդին տված խոստում է, որի մանդատը վարչապետը ստացել է եւ որի հետ կապված հրապարակային մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների առաջ խոսել է, որ պետք է ի վերջո արդարադատությունը հաղթի եւ ողջ գողանա հետ վերադարձվի համայնքին, քաղաքացուն, պետությանը։ Սրա մասին է վարչապետն ասում, մի քիչ ձեր ձևակերպմամբ այլ բան է ստացվում։ Ժողովրդին վերադարձվել է, ինչպես է արտահայտվել, ինչպես է ժողովուրդը իր կյանքի վրա դա զգալու։ Տարբեր կերպ նախ օրինակ ապօրինի գույքով երբ որ հաշտություն է կնքվում կամ հետ է վերադարձվում, այդ ամբողջը հետ է վերադարձվում բյուջե։ Իսկ բյուջեից արդեն տարբեր բաների տեսքով վերադարձվում է քաղաքացուն։ Դա կլինի ասֆալտի տեսքով, լուսավորության տեսքով, բարձրացված թոշակի տեսքով, թե Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին աջակցության տեսքով, ինչ որ մի տեսքով դա հետ է վերադարձվում։ Քաղաքավճարի տեսքով եւ Նարեկ Նալբանդյանն է վերադարձվում։ Ես դրա հետ կապված այն ինֆորմացիան չունեմ, էլի, որ այդ հարցին ինչ որ կերպ պատասխանեմ, բայց ձեր հարցադրման հետ կապված տարբեր պարզաբանումներ եղել են եւ ավել բան չունեմ ավելացնել։ Տիկին Հակոբյան, երբ որ վարչապետ Փաշինյան նիստերի դահլիճում ասաց կզսնելու եմ, դուք ծափ տվեցիք։ Ուզում եք կզսնելու տեսարաններ տեսնել, ինչով էր պայմանավորված ձեր ոգևորությունը իր կզսնելու արտահայտությունը։ Հարցը բառին չի վերաբերում, հարցը երևույթին է վերաբերում, որ այն մարդիկ, այո, որոնք տասնամյակներով գողացել են, օրինակ, չգիտեմ, սպայի շենքը, կասկադից հեկտարներ, տարբեր շինություններ, այդ մարդիկ պետք է քաղաքական առումով, այո, պետք է պատասխան տան եւ հարցը սրան էր վերաբերում, ոչ թե բառերին։ Իսկ այդ բառը Ինչ։ բարեվարկության նորմերին համապատասխանում է կզսնելու։ Մենք ունենք համապատասխան մարմիններ, եթե կգտնեն բարեվարկության կանոններին չի համապատասխանում, կարող են ուրեմն նախաձեռնեն գործողություններ, վարչապետը մեր կառույցներին վստահում է, հարգում է եւ կատարում է նրանց որոշումները։ Հեկտարներով գողացել են։ Եթե ես լինեի այդ գողացած մարդը, ես դժվար հայտնվեմ նորից պաշտոնյայի կարգավիճակում։ Ես ասացի ինչի մասին է խոսքը։ Եթե ես լինեմ այն գողացողը, որը պետք է պատասխանատվության ենթարկվի այս կամ այն բառով, ապա ինձ նախ ես չեմ
այդ կարգավիճակում հայտնվի գողացողի, եւ երկրորդը իմ թիմը չի աջակցի ինձ եւ մի հատ էլ հայտնվեմ պաշտոնյայի կարգավիճակում եւ ինձ այդ բառն ասեն։ Վճիռը կայացրել եք Տիկին Հակոբյան, դուք նոր հրապարակում էիք այտենց շատ նեղված, որ դուք անձամբ դուք չէ, լրատվամիջոցների տարբեր, որ 50 քանի հասցեներում Քոչարյանի պատկանող այժմ բաներ են, խոզարկություններ են ու ասում եք իսկ դուք վճիռը կայացրեք, չէ, 50 քանի հաստատությունում միայն 50 քանի սում է հիմա, հա, օրինակ այսօր խոզարկություն եղել եթե դա նորմալ իրենց արդար քրտինքով բան է վաստակած շինություններ են, բիզնեսներ են, բայց դուք տեսաք, չէ, հակակոռուպցիոնի հայտարարությունը կարդացել եք, ոնց են վերցրել 40 միլիոնով, հետո միլիարդով վաճառել, հետո փոխանակել, հետո նվիրատվություն տվել, հետո ինչ որ ով է սորից Toyota-ից ինձ 50% փայաբաժին կնվիրի ինչ որ մեկը եւ դուք կգաք կասեք դուք շատ արժանի եք, այո, թե կասեք այդ ինչի դիմաց ձեզ այդ 50%-ը տվեցին։ Կարող է այն Իսակովի պողոտայում ՊՆ-ի շենքի դիմաց, հա, շենքը տալու դիմաց, էժանով։ Ասենք ասում եք դուք արդեն բոլորը, մեր բոլոր քաղաքացիները գիտեն իրենցից գողացածը, իրենք են մեկ-մեկ մեզ ասում, ու մի բան էլ մեղադրում են արդարացիորեն, որ 8 տարի անց դեռևս այդ մարդկանց բիզնեսները ծաղկում են, ոչ թե վերադարձվել է գողացրել։ Ձեր թիմում եւս կա անձնավորություն, որի մասին կարելի է այդպես ամերիկյան կանխավարկած է իհարկե չփախտելով նախկին պատգամավոր էր նայել, ասել, որ օրինակ Ռասիայի հարևանությամբ կառուցվող շենքը, Աբովյանի վրա կառուցված խնդրահարույց շենքը, որի մասին արդեն հրապարակումներ են եղել, գողացած է, օրինակ Փակ շուկայի սեփականատերը, որի հետ կապված եւս բազմաթիվ խնդիրներ են եղել եւ եթե չեմ սխալվում, նաեւ այսօր ձեր թիմում գտնվող քաղաքացիներ նախկինում դժգոհել են, թե ինչու է Փակ շուկան տրվել օրենքի խախտմամբ այս քաղաքացուն, որը աղավաղել է պատմական հուշարձանը, բայց այսօր ձեր իշխանությունը այդ մարդու հանդեպ բավականին բարյացակամ վերաբերմունք ունի։ Դուք ո՞ր գործընկերոջս մասին եք խոսում, այն որ Խալատյալ էր Քոչարյանների իշխանության օրոք, նույն մարդու մասին ենք խոսում։ Ուրեմն ես շատ բան չեմ կարող ասել իրականում, որովհետև ինչ որ հոդվածներ բան կարդացեմ, բայց ինչ որ պարզաբանում եմ տեսել, որ օրինակ այդ նույն Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի շենքը, օրինակ դա կիսաքանդ մի պատի մի հատված է եղել, որը բարեկարգվել է, հետնամասում հողեր է, ուրեմն գնել եւ մեծացրել է եւ բարեկարգել է այդ հատվածը։ Հիմա եթե դուք գիտեք ավել հանցագործության մասին, տվեք հաղորդում, իսկ ինչի մտածում եք, որ կարող է ինչ որ հանցագործ լինի մեր թիմակիցը ու մենք թիմով պաշտպանենք, տենց բան անհնար է, տենց բան անհնար է։ Տիկին Հակոբյան, ասում եք այդքան շենք ոնց ունեցան չէ Քոչարյանները 54 անուն գույք, բա դրա 54 անուն չի, 54-ում խոզարկություն է եղել։ Հա, թող լինի 54, հա, թվարկում եք շատ Երևում Կասկադում հեկտարներով տարածք, չգիտեմ, Toyota եւ այլն։ Բայց մի քառակուսի մետրը $1 են գնել Ավանում։ Մի քառակուսի մետրը $1։ Գտեք այդպիսի հող 44 միլիոն ուրեմն Ավանում 8.3 հեկտար հողամասը օտարվել է 44 միլիոնով։ Բաժանեք կտեսնեք, որ չեմ հիշում որտեղ Քոչարյանի օրոք $1 չկար հողամաս։ Իսկ Տիկին Հակոբյան, գիտեք, որ Խաչատուր Սուքիասյանը Արամի 3 հասցեում այդ հսկայական շենքը, որը պատմամշակութային հուշարձան է, ձեռք էր բերել $5655, $5655։ Այդ ոնց է լինում, որ իր դեպքում կարող էր այդքան շնչին կոպեկներով ես չգիտեմ գործ կա հարուցված թե չէ, եթե դուք հանցագործության մասին հաղորդում եք, բան ես ասացի, ես պարզաբանում եմ տեսել, եւ դուք չեք կարող թվերին այդքան էր։ Եվ դուք չեք կարող հիմա օրինակ ինձ որպես փաստաբանի հարցեր տալ այս դեպքում, եթե կա ավել ինֆորմացիա ունեք, տվեք իրավապահներին, թող զբաղվեն, ինչ Հիմա տաղա Քոչարյանի թվերին էլ այդքան է եղել։ $1։ Ես Քոչարյանի թվերին ապրել եմ։ Հեկտարներով հողը $1000 էին ծախում Սուքիասյանի բացատրություններ։ Որտեղ։ Դա ինքը Արամի 3 հասցեում էր ձեռք բերել, ասեց այն թվերին հեկտարներով հողը $1000 էին ծախում։ Տիկին Հակոբյան, քիչ առաջ այստեղ կանգնած ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Արամ Վարդելանյանը կառավարության ծրագրի մասին խոսելիս ասաց, որ պատկորը Նիկոլ Փաշինյանը հավաքում է մինչև 2031 թվականը պաշտոնավարել, սա դեմ է ժողովրդավարության, այսպես ասած, ստանդարտներին, երբ որ 10 տարուց ավել ինչ որ քաղաքական ուժ եւ դրա լիդերը նախագահում են, պաշտոնավարում են, վարչապետ են լինում եւ այլն եւ այլն։
Ինչ կասեք ի պատասխան նման դիտարկմանին, այսինքն պարոն Վարդանյանը ստացվում է դեմ է, որ օրինական սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը տեղի ունենում Հայաստանում կամ իշխանությունը նորից վերաստանձնում ինչ որ քաղաքական ուժ եւ դիսկոմֆորտ է զգում։ Եթե պարոն Վարդանյանը իր ղեկավարին 2018 թվականին, հա, Սերժ Սարգսյանին, իր օգնականներ չէ, այդ շրջանում ինչքան գիտեմ։ Կարեն Կարապետյան, ներողություն, Կարեն Կարապետյանն իր ղեկավարին նման խորհուրդ է տվել, որովհետև հանրապետականը ղեկավարում էր արդեն 10 տարի։ Եթե ժամանակին Ռոբերտ Քոչանին նման խորհուրդներ է տվել, ես կասեմ, լավ, դե մարդը այդ բանը ունի, էլի, կարծիքն ունի, դա համոզմունք է եւ եթե բացատրի թե ինչու, կասեմ այո, բայց մենք օրինակ 2020 թվականի պատերազմից հետո կամովի որոշում ենք կայացրել, հրաժարական ենք տվել եւ նոր ընտրությունների են գնացել եւ քաղաքացին էլի ընտրել է եւ ինչ որ մեկը դուք քաղաքացին հաստատ չի կարող կասկած ունենալ որ մենք մի քվե անգամ կկեղծեինք եւ նորից կգայինք իշխանության մեզ ընտրել են եւ եթե էլի եմ ասում պարոն Վարդանյանը բացատրի թե ինչու կասեմ հա կարող եք ասել որովհետեւ օրինակ վարչապետը կկոռումպացվի եթե ինքը հանգիստ լինի որ ինքն մեկը լինելու ղեկավար հա այդ առումով պետական մոդելի ենք ոնց որ Հայաստանը ավելի սուբյեկտային է, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, հենց որ այդ մտավախությունը հաստատ չեն կարող ունենալ, իրենք էլ հիմա իշխանության մաս են եւ իրենց տարբեր գործընկերներ, իրենք հենց ինքը խոսում են ամբիոնից, որ իրենք իշխանության մաս են եւ միասին հանուն Հայաստանի Հանրապետության պետք է աշխատենք։ Ես ուրախ եմ այս պնդումների եւ այս տրամադրվածության համար եւ վստահ եմ, որ հանուն Հայաստանի Հանրապետության աշխատելու դեպքում այն էլ համատեղ իշխանություն ընդդիմություն հաստատ Հայաստանին որևէ վատ բան չի սպառնում։ Կառավարությունը մինչև 2031 թվականը ասում եք Հայաստանը այսօր առավել ինքնիշխան է, քան երբևէ, ինչ է փոխվել օրինակ այս տարիների ընթացքում նախորդ իշխանությունները եւ այսօր ինչպես է ինքնիշխան։ Հարյուրավոր բաներ կարող եմ իրականում թվարկել։ Մենք մեզ համար որոշումներ ենք կայացնում։ Մենք որոշում ենք, չգիտեմ, մենք ատոմակայանը ում հետ համագործակցությամբ օրինակ ունենանք նոր ատոմակայան։ Եվ մենք ունենք 5 երկրների հետ 5 երկրներից առաջարկ, այլ ոչ թե մեկ առաջարկ եւ դա այլընտրանք չունի վերջ։ Մենք ունենք 5 երկրներից առաջարկ, որից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է։ Օրինակ, մենք ունենք ընտրելու հնարավորություն եւ տարբեր քաղաքականությունների մենք կարող ենք որոշել, մենք գնանք Եվրամիություն, թե մնանք ԵԱՏՄ-ում։ Մենք ենք որոշում դա։ Ոչ թե մեկ գիշերում մեկ էլ հոп արթնանում են ու տեսնում են վայ, չէ, մենք գնում ենք ԵԱՏՄ, այդ ասոցիացիան համաձայնագիր բան դրեք մի կողմ, մենք խաբեցինք, կատակ էինք անում, գնում ենք բան, ԵԱՏՄ։ Դա ինքնիշխանությունը դրա մասին է եւ տարբեր բաներ կարող եմ նշել, միայն դա չի։ Շարունակելով նախորդ հարցից ներողություն, որպես հարց շարունակություն։ Լավ, տվեք հետո ես։ Այդ ԵՄ-ին անդամագրելու պաշտոնական դիմումը երբեք պատրաստվում ներկայացնել։ Մենք նշեցինք, որ պատկերացում ունենք, որ առաջիկա տարիներին, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրա համար։ Այսինքն, այդ ֆորմալ առումով դիմում տալը դա ամենակարճ, ուրեմն, գործողությունն է, որ կարելի է անել մինչև Եվրամիության անդամակցություն, հա, դիմում գրելը ֆորմալ։ Մինչև այդ մենք պետք է աշխատենք եւ մենք աշխատում ենք տևական ժամանակ, որպեսզի պատրաստ լինենք, եւ որ մենք պատրաստ կլինենք, իսկ այդ ժամանակ մեր քաղաքացին դա իր վրա ինչպես շարունակում է զգալ, այնպես ավելի շատ զգալու է, երբ որ մենք ստանդարտներին ԵՄ պատրաստ կլինենք, այդ ժամանակ մեր քաղաքացին կորոշի, մենք գնում ենք ԵՄ թե ոչ, բայց դրա դա օրինակ ճանապարհների որակն է, դա սպասարկման որակն է, ինչը դուք կարող եք ասել, որ չգիտեմ, օրինակ վիզաների ազատականացումը ավելի շուտ է լինելու, քան անդամակցումը Եվրամիությանը։ Ինչպես որ նույն տեղում ասֆալտ 3-4 անգամ է։ Եթե դուք ինչ-որ մի տեղում ասֆալտ եք տեսել մի քանի անգամ արվող եւ այն որակյալ ասֆալտը քանդվել է եւ նորն է կառուցվել, ես ձեզ հետ համագործակցությամբ, մի րոպե, ես ձեր ես ձեր հետ համագործակցությամբ դուք կխնդրեմ ինձ կտակ այդ որտեղ են տենց փող լվանում, բայց կան տարբեր ճանապարհներ, հարգելի գործընկերներ, որոնք շահած կազմակերպությունը որակով չի անում եւ այո, մենք չենք ասում
քանդելա ոչինչ, թող մեր քաղաքացին այս փողը գնա լցվի ջուրը։ Ասում ենք ոչ, քանդեք եւ նորը սարքեք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդանյանը Իսակովի Պողոտան, երբ որ եվրոպական քաղաքական գագաթնաժողովը պետք է տեղ ունենար, հպարտությամբ նշում էր, որ տեսակ քանի օրում մենք կարողացանք որակյալ ասֆալտ անել ճանապարհահատվածը, անցավ դրանից երևի 1-1.5 ամիս Իսակովի Պողոտայում քանդել են եւ նորոգման աշխատանքներն իրականացում, իհարկե կառուցապատողի հաշվին, բայց ստացվեց, որ այդտեղ որակյալ աշխատանք չի եղել, որ կառուցապատողը շատ լավ, հնարավոր է, բայց տեսեք, նույն կառուցապատողը քանդել է, որտեղ որակյալ չի արել, թվացել է, թե որակյալ է, չէ՞, ենթադրենք։ Ու դուք նշում եք, դա ինչ շրջան էր, երբ որ մենք բարձրաստիճան հյուրեր էինք սպասում, շատ արագ է արվել, այսինքն միգուցե ժամանակների հետ ես ձեզ հետ համաձայն եմ ամբողջությամբ այն առումով, որ որոշ դեպքերում անորակ է, մենք էլ ենք այդ հարցերը բարձրաձայնում, որոշ դեպքեր, բայց դուք չեք կարող համեմատել ժողովուրդ այն ժամանակ, որ Հայաստանից օրինակ գնում էիր Վրաստան, հենց մտնում էիր Վրաստան, ասում էիր, այ հիմա զգում ես, որ ասֆալտ է։ Հիմա շատ դեպքերում հակառակն է եւ ավելի որակյալ է Հայաստանում, քան մեր հարևան երկրներում։ Այնպես որ մենք չենք կարող չնկատել այս ամեն ինչը։ Մարդկանց կյանքի որակը, ինչքան մարդը նոր բնակարան գնում, դա մարդու կյանքի որակի եւ տնտեսական վիճակի, ֆինանսական վիճակի բարելավման արդյունք է։ Մենք դա չենք կարող չնկատել։ Եվ ամեն ինչի հետ կապված իհարկե մարդիկ որակապես իրենց վրա առողջության ապահովագրությունը, սա եւս ուրեմն ԵՄ նաեւ ստանդարտներ եւ նաեւ պահանջ է, որը մենք արդեն իրականացրել ենք եւ պլանավորում ենք, որ ողջ մեր բնակչությունը լինի հենց առողջության ապահովագրության շահառու։ Սա եւս չէ, մարդի վրա չի զգում, ինչից խոսենք կարող ենք այս օրինակը բերել, թե ոնց է քաղաքացին զգում իր վրա այդ փոփոխությունը։ Տիկին Հակոբյան, շարունակելով նախորդ հարցս, դուք տրամադրված եք մինչև 2031 թվականը պաշտոնավարել։ Ամեն դեպքում կառավարության ծրագիրը, դրա շեշտադրումները վկայում են մինչև 31 թվականը պաշտոնավարելու ձեր հանձնարարության մասին։ Իսկ ձեր տպավորությամբ ընդդիմությունը կդիմադրի այդքան, կձգի այդքան մինչև 2031, թե ականատես կլինենք պրոցեսների։ Ուրեմն այն ճգնաժամային շրջանում պատերազմից հետո նախորդ գումարման ազգային ժողովում դուք հիշում եք, որ ձևավորումից հետո ազգային ժողովի շատ կարճ ժամանակ անց սկսվեցին տարբեր պայքարներ, դուրս եկան բոյկոտեցին, գնացին հեղափոխություն անելու, անընդհատ արեցին, տրիգերներ մանեկան եւ ի վերջո չգտան եւ խորհրդարանը ամբողջ իր շրջանը շարունակեց աշխատել եւ նոր ընտրություններ եղան նրա բերումով, որ շրջանը ավարտվել էր եւ օրենքով նոր ընտրությունների ժամանակ էր, այսինքն արտահերթ չէր։ Իսկ մեր խորհրդարանի պատմության ընթացքում մեծ հաշվով ավելի քիչ է եղել են դեպքերը, երբ որ խորհրդարանը մի ամբողջ ժամկետ ուրեմն գործել է։ Եվ այդ ճգնաժամային շրջանում, երբ որ բոլորը սպասում են, որ հեսա կլինեն նոր ընտրություններ եւ ընդդիմությունը հեսա հեղափոխություն կանի, ճանապարհներ էր փակում, չգիտեմ ինչը, քայլելով տարբեր տեղերից գալիս էին, տարբեր կենթանիներ գրկելով։ Այդ շրջանում մի ամբողջ խորհրդարան աշխատեց։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ նույն կայուն ավելի շրջան է, որովհետև արդեն 1 տարի է Հայաստանն ու Ադրբեջանն ունեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք տարբեր համագործակցություններ ունենք, այդ թվում Ադրբեջանը իր երկիրը որպես տարանցիկ երկիր ապաշրջափակել է Հայաստանի համար, երկաթգիծ եւ այլն տարբեր համագործակցություններ կան, ուղիղ բանակցություններ կան, TRIP-ի ուրեմն նախագիծն է կյանքի կոչվում եւ այս ամեն ինչը ավելի քան ինձ վստահություն է տալիս, որ ավելի կայուն շրջան ենք ունենալու եւ ավելի ուրեմն հիմնավոր է, որ այս շրջանը իհարկե մենք կաշխատենք։ Նրանք ընթացքում հեղափոխություն կանեն, կփորձեն անեն, դուրս կգան փողոց, կաշխատեն, կլինեն նախորդ ընդդիմության նման թույլ տվեք ասել անորակ, որովհետև մենք քաղաքացին է էլի դա զգացել, որովհետև մենք ընդդիմություն չենք ունեցել տևական ժամանակ, մենք ենք մեզ ընդդիմություն եղել, թե կաշխատեն որպես որակյալ ընդդիմություն, սա մենք կտեսնենք առաջիկայում։